Փետրվարի 22-ին Վանաձորի Արգիշտի հյուրանոցի սրահում կոշտ թափոնների համակողմանի կառավարում ծրագրի շրջանակներում հրավիրվել էր պլանավորման աշխատաժողով։ Ծրագիրն իրականացվում է հայ-գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակներում Վանաձորի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարության հետ համատեղ։ Ծրագրի նախնական փուլում իրականացվել են ուսումնասիրություններ, կոշտ թափոնների համակողմանի կառավարումը և ընդհանրապես աղբահանության որակը եվրոպական չափանիշներին հասցնելու առումով ծրագիրը կարևոր է ողջ հանրապետության համար։ Ամենակարևորը, որպեսզի մեր համայնքները, իդեմս համայնքների ղեկավարների, այսինքն եւ ավականո անդամների, իրենք գիտակցեն, ինչքանով է առաջարկող լուծումները ընդունելի եւ իրագործելի յուրաքանչյուր համայնքում, որովհետեւ շատ մեծ խնդիր կա, ծառայություն կարելի է մատուցել, բայց յուրաքանչյուր ծառայության դիմաց պետք է վճարվի։ Հնարավոր չի կազմակերպել որակյալ աղբահանություն եւ դա իրականացնել անվճար։ Ինչ որ մեկը դրա համար պետք է վճարի։ Կամ պետք է վճարի համայնքը իր սեփական եկամուտներից, կամ պետք է վճարի բնակչությունը։ Ուստի այս հիմնական խնդրի լուծման պարագայում, կամ ավելի շուտ ոչ թե լուծման, այլ գիտակցման եւ պատրաստակամության պարագայում ես կարծում եմ ծրագիրը կարող է հաջողություն ունենալ։ Դրամաշնորհային ծրագրի հաջորդ փուլում ակնկալվում է համայնքապետերի համագործակցությունը։ Գերմանական KfW զարգացման բանկն օժանդակում է Հայաստանին ծրագրի ներկա իրավիճակի ուսումնասիրությունն իրականացնելու գործում։ Երբ որ ուսումնասիրությունները կիրականացվեն, մենք բոլորս կհասկանանք, որ այդ ծրագիրը մեզ համար իրատեսական է եւ կարելի է իրականացնել, դրանից հետո մենք կսկսենք քննարկել ֆինանսական ռեսուրսների ներգրավման խնդիրը։ Կլինեն դա եվրոպական կառույցներին, կլինեն դա այլ ինչ-որ դոնոր կազմակերպություններից, ես հիմա չեմ կարող ասել, միգուցե շատ հնարավոր է, որ դրանք բոլորը իրականացվեն համայնքների սեփական միջոցներով կամ համայնք-պետություն մասնավոր համագործակցությունով։ Եթե մոտարապես 6 միլիոն եվրոյի ներդրումներ պիտի կատարվի, այդ դրամը որտեղից կամ դրա փոխհատուցումը որտեղից։ Այդ թեմայով հիմա գնում ասենք բանավեճեր։ Վարկը տրվում է պայմանով, որպեսզի կառուցվի նոր աղբավայր, նորացվեն տեխնիկական միջոցները, կազմակերպվի ժամանակակից աղբահանություն։ Իսկ արդեն 2016 թվականին որոշում կկայացվի աղբի վարձավճարների փոփոխությունների հետ կապված։ Սա այն խնդիրն է, որը պետք է որոշվի հանրաքվեի արդյունքում։ Ոլորտում այսօր բազմաթիվ խնդիրներ կան, Արջուտի աղբավայրն այսօր այլևս շահագործման ենթակա չէ։ Արջուտի հիմա ընդհանրապես շահագործել չի կարելի, հակասանիտարական սարսափելի վիճակ է։ Աղբավայրը նախատեսված է եղել մի քանի տարվա համար, ասենք 20-30 տարվա համար, 40 տարի ավել դա շահագործում է, 71 թվականին է կառուցվել։ Արդեն նախպլցվում է մերձակա գյուղի ճանապարհները, արոտավայրերը, մեքենաները մեր լրիվ հինացել շարքից դուրս են եկել եւ բարոյապես եւ ֆիզիկապես, այսինքն մենք կանգնած ենք էկոլոգիական կատաստրոֆայի առջեւ։ Եթե որևէ քայլ չձեռնարկենք, բա ինչ են առաջարկում այդ դեպքում։ Մենք պիտի, ասենք, քաղաքապետարանը, ավականին, այդ ուղղությամբ շահագիր մարդիկ պետք է մտածենք այդ ուղղությամբ, ինչ անենք, որովհետեւ մենք կանգնած ենք արդեն եզրին։ Իսկ ոչ մի քայլ չանելը, ասելով որ ժողովուրդը չի վճարի, դա կբերի մեծ աղետների։ Մի քանի հավանական վայրերի գնահատումից հետո նոր աղբավայրի տեղանքն ընտրվել է Քարաձոր համայնքի մոտ։ Նոր աղբավայրը պետք է համապատասխանի աղբավայրերի կառուցման եւ շահագործման ազգային օրենսդրության եւ Եվրամիության աղբավայրի շրջաբերական պահանջներին։ Նայինե Մաթևոսյան, Միք հեռուստաընկերություն։